Մեղավոր կնոջ հավատը, կարդում ենք Ղուկաս 7-րդ գլուխ 36-ից 50-րդ խոսքերը։ Փարիսեցիներից մեկը նրան խնդրում էր, որ իր հետ հաց ուտի։ Նա մտնելով Փարիսեցու տուն, սեղան նստեց։ Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար, երբ իմացավ, որ նա Փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրիա շիշ անուշահոտ յուղ բերելով եւ հետևից նրա ոտքերի մոտ կանգնելով, լաց լինելով սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել։ Նրա ոտքերն էր համբուրում եւ յուղով օծում, իսկ Փարիսեցին, որ նրան հրավիրել էր, այդ տեսնելով իր մտքում ասաց. Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ով կամ ինչպիսի կին է իրեն դիպչում, որովհետև նա մեղավոր է։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. Սիմոն, մի բան ունեմ քեզ ասելու։ Նա էլ ասաց. Ասա, վարդապետ, ու ասաց. Մի փոխատու երկու պարտապան ուներ, մեկը 500 դինար էր պարտք, մյուսը 50։ Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Արդ, սրանցից որն ավելի շատ կսիրի նրան։ Ասա։ Սիմոնն էլ պատասխանեց. Ինձ այսպես է թվում, թե նա, որին ավելի շատ շնորհվեց։ Հիսուսն ասաց նրան. Ուղիղ դատեցիր, եւ դեպի կինը դառնալով Սիմոնին ասաց. Տեսնում ես այս կնոջը, ես քո տուն մտա, եւ դու իմ ոտքերին ջուր չլցրեցիր, բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու իր մազերով սրբեց։ Դու ինձ համբյուր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուց սիվեր, ոտքերս համբուրելուց չի դադարում։ Դու իմ գլուխը յուղով չոծեցիր, իսկ սա իմ ոտքերը անուշահոտ յուղով օծեց։ Դրա համար ասում եմ քեզ, սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց, բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի։ Եվ այդ կնոջն ասաց. Քո մեղքերը ներված են քեզ։ Նրա հետ սեղան նստողները սկսեցին իրենց մտքում ասել. Ով է սա, որ նույնիսկ մեղքերին է թողություն տալիս։ Եվ նա այդ կնոջն ասաց. Քո հավատը քեզ փրկեց, գնա խաղաղությամբ։